Հարգելի գործընկերներ, հերթագրվողներ եղան եւ նորից հիշեցնեմ մեր այսօրվա աշխատանքի ձևաչափը։ Երույթներ չկան, կա հարց, պատասխան, արձագանքը դնում ենք մի կողմ, որովհետեւ մնացած հարցերի, ելույթների խնդիրը կտեղափոխվի լիագումար նիստ։ Տիկին նախարար, հիմա հերթագրվել է Վահագ Ալեքսանյան, Թագուհի Թովմասյան եւ վերջում ես։ Խնդրեմ։ Շնորհակալություն, Տիկին նախարար, հարցը վերջում կհնչեցնեմ, բայց մինչև այդ պարոն Մանուկյանը գնաց, բայց պարոն Մանուկյան, ասում եք հենա լրագրողները նստած են, ասես նայում եմ ուղղակի աչքով, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 լրագրող է նստած, 11-ից մենակ մեկն է նեյտրալ լրատվականի ներկայացուցիչ։ Ֆակտոր TV ներկայացուցիչ։ Մնացածը անդիմադիր ուղղվածության լրատվականներ են։ Պարոն Ֆարաջան, մյուս անգամ հանձնաժողովի նիստի ժամանակ չհամարձակվեք խոսակ պատգամավորի հետ։ Այ քեզ բան։ Եվ մի դուրս եկեք դուք։ Էդ ով է իրավունք տվել առհասարակ հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանքել։ Պարոն Ալեքսանյան, խնդրում եմ մի վարքյան։ Պարոն Ալեքսանյան, մի վարքյան, առանց որևէ բանի։ Հարգելի լրագրողներ, դուք ընդամենը լսեք։ Շատ բան է։ Պարոն Ալեքսանյան։ Ես չգիտեմ այդ ձեզ ով ասել, որ դուք կարաք ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանքեք։ Հա, կարող է։ Պարոն Ալեքսանյան։ Դա իմ գնահատականն է, ձեր Պարոն Ալեքսանյան։ վիրավորանք չի կամ բան չի։ Պարոն Ալեքսանյան, ես խնդրում եմ մի վարքյան։ Դուք չունեք։ Դուք ուշադիր լսեք, գնացեք ձեր թերթերում, հեռուստաընկերություններում արձանագրեք, որ դուք վատ բան եք լսել կամ լավ բան եք լսել։ Մի արձագանքեք եւ մի խանգարեք մեր աշխատանքը։ Սիրել դուք շատացաք, դարձաք անթիվ անհամար։ Պարոն Ալեքսանյան, դուք ճիշտ եք։ Փաստորեն ես ուզում եմ հայտնաբերեմ այն միակ անկախ դուք եք։ Ֆակտոր TV-ն է։ Չէ, հայ երկուսը կարող ասեմ։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքը։ Պարոն Ալեքսանյան, դուք եթե հարց ունեք, հնչեցրեք հարցը։ Հնչեցնում եմ, Տիկին նախարար։ հարցապնդում է որպես այդպեսին, եթե կուզեք ուրեմն։ Նայ մեզ ընդդիմադիր լրագրողներ են բոլորը։ Վատ բան չի ընդդիմադիր լրագրողը լինելը կամ ընդդիմադիր լրատվական լինելը, սա որպես վիրավորան կամ պիտակ չի, մա քաղաքական ուղղվածություն է լրատվականների, հիմա ինձ փորձելու եք համոզեք հրապարակը չի ընդդիմադիր, չգիտեմ, այնտեղ News-ը չի ընդդիմադիր, 24 News-ը չի ընդդիմադիր, ձեր լրատվականի անունը չեմ հիշում, բայց ես հիշում դուք եք ընդդիմադիր։ Լավ։ Լրեմ, որը չի ընդդիմադիր։ Պարոն Մանուկյանը այս ընդդիմադիր լրագրողների ցույց տալիս մարդիկ տեսել են։ Ախր ակնհայտ է, որ այս մարդիկ տեսել են, այն ինչ իրանք ուզեցել են տեսնել։ Այս մարդկանց տեսածը ու լուսաբանածը ակնհայտ է, թե ինչ պետք է լինի։ Բայց դրա համար է, որ երբ որ 2010-2017 թվականներին տարեկան միջին սպանությունների թիվը միջինում տարեկան եղել է 52, վերջին 5 տարում այդ թիվը միջինում 50 է, բայց այս մարդկանց լուսաբանածը նենց է, որ սպանությունների թիվը տարեկան 100 անգամ աճել է։ Ակնհայտ է, որ տենց պետք է լինի, ժողովուրդ ջան, որովհետև ակնհայտ է, որ օլիգարխի կոնկրետ մի հատ կլան, կոնկրետ սպասարկող, կոնկրետ քաղաքական կենտրոնի զրկվել է Հայաստանում իշխանությունից, ու այդ ամբողջ իր կուտակածը եւ ամեն ինչը պաշտպանելու համար այսքան լրատվական կա ընդդիմադիր։ Հիմա այս լրատվականները որտեղից են ֆինանսավորում, որպեսզի ցույց տան։ Չէ, ուրեմն դուրս եկեք միացտեղից, եթե ձեզ թվում է, թե դուք կարաք այստեղ հանձնաժողովի նիստի մասնակցեք, այ քեզ բան։ Հա կարանք ձեզ լիքը բան ասենք, թե ձեզ մենակ Աղվան Վարդայանը կարա հրապարակի շենքում բան ասի։ Պարոն Մանուկյան, ուրեմն դուք ձեր չափը ճանաչեք, հաջորդ անգամ։ Հերիկը քեզ եղավ էլ մյուս անգամ ձերդ չբարձրացնես ստեղ։ Լրագրողների չէ, ընդդիմադիր լրագրողների, ում որ ծառայում են նայել կներեք արտահայտությանս համար պաստուպի տալու։ Գողականը, պարոն Մանուկյան, ձեր շեֆերն են ու ձեր շեֆերի շեֆերն են, պարոն Մանուկյան, են որ ազգային ժողովի ամբիոնից պարեկների աշխատավարձից 5 տարիա սարքել եք, մեկը հենց դուք, պարոն Մանուկյան, թիրախավորման թեմա, պարեկների 300,000 են ստանում, բայց կներեք էլի, եկեք աշխատենք գուցե, այս վեճը
դռնից ենք ում մենք անդադ կարանք անենք լրագրողները տեսեք ինչքան շատ են բոլորը սենսացիային մանգալ եկանք բարով եկեք հիմա սենսացիաները վերացավ շարունակում ենք աշխատանքը տիկին նախարար ձեր բացահայտման համար բավականին մեծ դաշտ բացվեց դուք պետք է ուսումնասիրեք 300-ի տվյալները կտան մեր գործընկերները եւ եթե դա չի համապատասխանում հայտարարությամբ հանդես կգաք պարոն Ալեքսանյան եկեք կրկերը մի հատ Հա, կրկերը հանդարտվեն։ Թեթևացրած, հարգելի գործընկերներ։ Հիմա առանց կրկերի։ Առանց կրկերի։ Հարցը խնդրում եմ տիկին նախարար։ Շատ սիրելի եւ հարգելի գործընկերներ, երբ որ 5 տարի շարունակ թիրախավորման առարկա եք դարձնում պարեկների աշխատավարձը, գալով ազգային ժողովի ամբիոնից, անընդհատ թիրախավորելով պարեկներին այսքան աշխատավարձ եք տալի, պարեկներին այսքան աշխատավարձ եք տալի։ Հետո հաջորդիվ գալիս եք նախարարին ասում եք Բա ինչ եղավ այդ թմրանյութերի բացահայտումը, այս մեկի բացահայտում են, մեկի բացահայտում են, այդով պետքա բացահայտի։ Կարող է, օրինակ մեր հարգելի, չգիտեմ, ազգային ժողովի շենքի, չգիտեմ, կադրերի բաժինը պետքա բացահայտի։ Չէ, մեծամասն պարեկները պետքա բացահայտեն։ Այդ մարդիկ են բացահայտում ու բացահայտելու են։ Բա ինչ եք այդ դեպքում թիրախավորում։ Որ ասում եք գողական կամպան, այդ է գողական։ Այդ գողական բառը այս հանձնաժողովում քիչ Դեր օգտագործեք։ աշխատանքային լեզվով բառ ասեցի, որ հասկանաք ուղղակի։ Լավ, մերժում են գողական բառը, այդ մշակույթի դեմ մենք օրենսդրական համակարգ ունենք պայքարելու համար։ Դիգի նախարար, խնդրում եմ, եթե որտեղից հարցը չլսեցի, եթե հարցը նկատեցիք, Համաձայն եք տիկին նախարար։ համաձայն եք, ասեք այո կամ ոչ եւ շարունակենք մեր Եթե թույլ կտակ, քանի որ արդեն կազմն էլ մեծացավ, կազմը չմետացավ, կազմը Ես լրացուցիչ աշխատանքի կարիք չունեմ, որ ասեմ, որ 300 անց նմանատիպ process-ի մեջ ներգրաված չի եղել։ Ուղղակի ֆիքսենք, որ ոստիկանները տեղում են եղել իրենց արժեվ դրված խնդիրը իրականացնելու եւ անկախ թվից իրենց արժեվ դրված խնդիրը իրականացրել են եւ իրականացրել են իրավական ընթացակարգի շրջանակներում, որովհետեւ մենք իրավական պետություն ենք։ Սա փակենք հարցը, որովհետև ես առնվազն նոր հայտարարություն այս մասով չունեմ անելու կամ նոր ինչ-որ ուսումնասիրություն չունեմ անելու, բայց թույլ տվեք նաև վերադառնալ պարոն Ալեքսանյանի նշածին հատկապես պարեկների աշխատավարձի մասով եւ նաև պարեկ զինվոր հակադրություն առաջացնելու մասով, որովհետև Համեմատություն թող լինի Տիկին Գրիգորյան։ Իրականում ես կարծում եմ, որ մենք առհասարակ պիտի աշխատավարձերը չհամադրենք իրար հետ, որովհետև ներքին անվտանգության խնդիրը այլ է, արտաքին անվտանգության խնդիրները այլ են, եւ մեր հանրապետությունում թե զինվորը, թե պարեկը, թե մնացյալ ցանկացած աշխատող պիտի ստանա պատշաճ աշխատավարձ, որովհետև պարեկի աշխատանքը այլ բարդություններ ունի, զինվորի աշխատանքը այլ բարդություններ ունի։ Ես չեմ ուզում մենք իրար հակադրենք Հայաստանի Հանրապետությունում երկու կարևորագույն ֆունկցիա սպասարկող անձին եւ ավելին Ես հուսով եմ, որ թե Պաշտպանության նախարարությունը կշարունակի աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը, իմ մասով էլ հավաստիացնում եմ, որ ես շարունակելու եմ ոստիկանների աշխատավարձային քաղաքականության փոփոխությունը, որովհետև այդ ծառայողները 24/7 ռեժիմով աշխատում են Հայաստանի Հանրապետությունում եւ երաշխավորում են, որ մենք այսօր այո, նույնիսկ քաղաքական թեժ քննարկում ունենանք, որովհետև դրսում հասարակական կարգ եւ անվտանգություն կա ապահովում։ Տիկին նախարար, բոլոր ուժային կառույցները դրանք ծառայողներ են, իրենք ծառայության մեջ են եւ բնականաբար համահավասարեցման միջոցով բոլորի սոցիալական փաթեթները պետքա մոտենան, տեսեք դուք նկարագրեցիք բնակարան ունենալու հնարավորություն եւ իրավունքը, որը մեր մյուս ուժայինները արդեն այդ խնդիրը լուծել են եւ հիմա ձեզանից հետո այստեղ գալու է Պաշտպանության նախարարը եւ բնականաբար այդ հարցերի մի մասը կգնա պարոն նախարարին։ Հիմա Փագոյ Թոմասյան առանց արձագանքի ընդամենը հարց խնդրեմ։ Շնորհակալություն։ Բայց մինչև հարցը ձևակերպելը պարոն Ալեքսանյան չեմ կարող չարձագանքել իբրև 15 տարվա գլխավոր խմբագիր եւ 20 տարվա լրագրողի կենսագրություն ունեցող մարդ։ Անկեղծ ասած ձեր պահվածքը տարակուսելի էր այնքանով, որ դուք դեկտեմբերին կարծեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունով ընդունել եք վարքականոն։ Հարգել ընդդիմադիրի խոսքը, հարգել ձեր կարծիքը չկիսող մարդկանց խոսքը։ Երեկվանից ագրեսիա է։ Երեք Նիկոլ Փաշինյանն ասում, եթե մենք չընտրվենք լրագրողները հաշմանդամ ու գործազուրկ կդառնան, այսօր դուք եք հարձակվում։ Հիմնված է իրական փաստերի վրա Նիկոլ Փաշինյանի ասում։ Հետ նայեք Քոչարյանի ու Սերժի կառավարման։ Պարոն Ալեքսանյան, եկեք մեր կառավարության ծրագրի միջավայրում։ Խնդրեմ հարցը։ Եվ ես ուզում եմ ասել, որ այս լրագրողների նաև այս դահլիճում գտնվողների մեծ մասի ուղղակի ջանքերով դուք այսօր իշխանության եք։ Ուղղակի ջանքերով։
Էլ չասեմ նվաստացուցիչ ձևակերպումներ, թե քանի մարդ, քանի խմբագրության դեմ էր հերթ կանգնում, որ հարցազրույց տար։ Եվ այսօր լրագրողներին դուք կարողա չեք կանգնել, բայց եկեք դուք մի արձագանքեք, ես իմ քաղաքական արձագանքն եմ տալիս, որովհետև չի կարելի լրագրողներին թիրախավորել այս աստիճան ատելություն գեներացնել 4-րդ իշխանության նկատմամբ։ Հիմա հարցը նախարարին։ Եկեք դուք պարոն Քոչյան, ինձ մի խմբագրեք, ես քաղաքական գործիչ եմ, ես իմ Ես ելույթը պետք է նիստը կավարտեմ այս վարեմ մասով, այո։ նիստի օրակարգի տրամաբանության։ Օրակարգի ընթացքում լինում են Փոխվեց, կրկերը հանդարտվեցին, հիմա դուք Հիմա ես կրկեր չեմ թեժացնում, ես ընդհանրապես ասում եմ, որ անհրաժեշտություն կա հետևել ձեր ընդունած նորմերին, ձեր վարքականոնի նորմերին եւ չվիրավորել ընդդիմադիրի խոսքը, չվիրավորել լրագրողներին ու լրատվական դաշտը։ Այսօր ինչ մեր երկիրը կա եւ գործում է եւ բոլոր հնարավոր, այսպես ասեմ, թաքուն բաները ի հայտ են գալիս լրագրողների շնորհիվ է։ Ընդ որում 24 ժամի աշխատանքի մի թիրախավորեք այս մարդկանց։ Իմ ասածը էսա։ Իսկ հիմա իմ հարցը,